Ես ճաշի ընդմիջման ժամին եկա տուն։ Ամուսինս լոգարանում էր հարևանուհու հետ։ Ես փակեցի դուռը ներսից, զանգեցի նրա ամուսնուն։ Արագ արի, շտապ, ասացի։ Պետք է սա տեսնես։ Երբ նա տեսավ, բայց նախքան շարունակենք, խնդրում եմ ասեք, թե որ քաղաքից եք եւ ժամը քանիսն է ձեզ մոտ։ Մեզ շատ հաճելի է ճանաչել մեր լսարանին։ Հաճելի լսումներ։ Ճաշի ժամին վազեցի տուն թղթեր վերցնելու եւ տեսա ամուսնուս ու մեր հարևանուհուն մեր լոգարանում։ Ես փակեցի նրանց ներսից եւ զանգեցի նրա ամուսնուն։ Կան կյանքում այնպիսի վայրկյաններ, որ մեկ ակնթարթում շուռ են տալիս քեզ։ Այն ամենը, ինչ համարում էիր ամուր ու հասկանալի, հանկարծ փլվում է ոտքերիդ տակ, եւ դու կանգնում ես բեկորների մեջ ու փորձում ես հասկանալ, հետո ինչպես շնչել։ Ինձ հետ սա պատահեց սովորական մի երեքշաբթի օր։ Ես այն ժամանակ 34 տարեկան էի, անունս Անի Հովանիսյան է։ Հիմա արդեն տարիքով կին եմ ու հանգիստ եմ պատմում, բայց այն ժամանակ ամեն ինչ ընթանում էր ժամանակացույցով։ Աշխատում էի մեծ ապահովագրական ընկերությունում, վնասների կարգավորման մասնագետ։ Մենք ամուսնուս հետ Երևանի նոր թաղամասում, Կոմիտասի մոտակայքում, ունեինք կոկիկ առանձնատուն, փակ բակով, նույնատիպ թփերով եւ հարթ մայթերով։ Հարևանները գրեթե հարազատներ։ Ամենամոտը Լիլիթ Մկրտչյանն էր, ապրում էր դիմացի տանը, ամուսնու Արմենի եւ 2 տղաների հետ։ Կիրակի առավոտներին Լիլիթի հետ հայկական սուրճ էինք խմում։ Բաղադրատոմսեր էինք փոխանակում, ծաղիկներ էինք ոռոգում միմյանց համար, երբ մեկը գյուղ էր գնում կամ ծովափ։ Ես նրան վստահում էի։ Վստահում էի ամուսնուս, Արթուրին, վստահում էի իմ կյանքին։ Առավոտը սկսվեց ինչպես միշտ։ 6:30-ին սուրճ դրի, Արթուրը գնաց ցնցուղ, հետո լուրեր, թեյնիկի ձայն, արագ նախաճաշ։ Վերջին ամիսներին նա ավելի հաճախ տնից էր աշխատում, հյուրասենյակում էր սարքել իր աշխատասենյակը։ Երեկոյան կտեսնվենք, գոչեց նա, երբ ես դուռը փակում էի։ Այդպես էլ չհասկացա, որ դա մեր միջև վերջին նորմալ խոսքերն էին։ Նախաճաշի ժամանակ Արթուրը անընդհատ նայում էր հեռախոսին։ Հարցրեցի, ամեն ինչ կարգին է։ Ձեռքով արեց, ժպտաց, բայց ոչ իսկական ժպիտով։ Ճանապարհին ներսում անհանգստության կոմոկ էր։ Զանգեցի նրան մոտ ժամը 12-ին։ Զբաղված էր։ Փոքրիկ բան է, բայց տհաճ հետք թողեց։ Աշխատանքի ժամանակ հասկացա, որ տանը մոռացել եմ կարևոր թղթապանակը։ Առանց դրա հանդիպումը չի ընթանա։ Ասացի տնօրենուհուն, որ 1 ժամով կգնամ, նստեցի մեքենան ու վերադարձա։ Օֆիսից մինչև տուն 15 րոպե։ Մտածում էի կվերցնեմ թղթերը, գուցե Արթուրի հետ արագ ինչ-որ բան կուտենք եւ կվերադառնամ։ Կյանքը սիրում է ծիծաղել պարզ պլանների վրա։ Դեռ խաչմերուկից տեսա մեր աստիճանների մոտ Լիլիթի մեքենան։ Տարօրինակ էր, նա միշտ իրենց դրան դիմաց էր կայանում։ Բացի որովանարիով եւ անմիջապես զգացի անսովոր լռություն։ Եթե Արթուրը տանն է, միշտ երաժշտություն է հնչում։ Եթե Լիլիթն է եկել, անպայման խոսակցություն, ծիծաղ, սպասքի ձայն կրիներ, բայց լուռ էր։ Արթուր, կանչեցի նախասրահից, պատասխան չկար։ Խոհանոցում ամեն ինչ այնպես էր, ինչպես առավոտյան էի թողել, ափսեները լվացարանում, իմ շուրթերի հետքով բաժակը, անձեռուցիկը սեղանի եզրին։ Անցա առաջ, ականջ դրի եւ լսեցի ջրի ձայնը։ Հարթ, միօրինակ, ցնցուղի ձայնը մեր ննջասենյակի լոգարանից։ Առաջին միտքը պարզ էր, լողանում է, բայց ինչու է Լիլիթի մեքենան մեր աստիճանների մոտ։ Որտեղ է նա եւ ինչու է տանը այդպիսի անհեթեթ լռություն։ Բարձրացա երկրորդ հարկ, աստիճանները ճռճռացին, սիրտս այնպես խփեց կողերիս, որ դժվարացավ շնչելը։ Փորձում էի գտնել տրամաբանական բացատրություն։ Գուցե Լիլիթը մի բան էր ուզում վերցնել, իրենց տանը ջուրը փակ էր եւ Արթուրը թույլ տվեց մեր ցնցուղը։ Հիմարություն իհարկե, բայց նման պահերին ուղեղը պատրաստ է ցանկացած հեքիաթի, միայն թե աշխարհը չփլուզվի։ Ննջասենյակի դուռը մի փոքր բաց էր, ջրի ձայն ավելի բարձրացավ եւ դեռ շշնջոց։ Ոչ թե բառեր, այլ փափուկ մոտիկ ձայներ, ինչպես երբ մարդիկ խոսում են գրեթե քթով, որպեսզի չլսվի։ Սիրտս դողաց, ներսում 2 ձայն բարձրացավ, մեկը շշնջում էր, հետ արի, շարունակիր աշխատանքդ։ Երկրորդը սառը եւ չոր, բավական է։ Կանգ առա լոգարանի դռան մոտ։ Ձեռքս ինքնաբերաբար ձգվեց դեպի բռնակը, մի վայրկյան փակեցի աչքերս, խոր շունչ քաշեցի մինչև կրծքիս ցավը։ Ինչ որտեղ հեռու, կարծես մեկ այլ կյանքում հնչում էր առավոտյան երեկոյան կտեսնվենքը, եւ ես հասկացա, որ այդ երեկոն այլևս չի լինի։ Բացեցի աչքերս, զգացի մետաղի ցրտությունը մատների տակ, սեղմեցի բռնակը, դուռը հեշտությամբ բացվեց, եւ ամեն ինչ տեղի ունեցավ միաժամանակ։ Մարախուղ, ջրի աղմուկ, սպիտակ սալիկներ եւ նրանք երկուսը մեր լոգարանում։
Արթուրն ու Լիլիթը կապված իրար, այնպես կարծես ոչ տուն կար, ոչ մարդիկ, ոչ խիղճ։ Ջուրը հոսում էր նրանց ուսերով, ձեռքերով, նա համբուրում էր նրան այնպես, ինչպես ինձ չէր համբուրում արդեն շատ տարիներ։ Ես տեսա և հասկացա գլխավոր բանը, սա առաջին անգամը չէ։ Ես չգոռացի, չլացի, ուշագնաց չեղա։ Ներսում ինչ-որ բան սեղմվեց և եկավ այնպիսի սառը պարզություն, կարծես դուրս եմ եկել սեփական մարմնից և վերևից եմ նայում, հանգիստ և սառը։ «Մի շարժվեք», ասացի օտար ձայնով, «կանգնեք, ինչպես կանգնած եք»։ Արթուրը դողաց, փորձեց դուրս գալ, ծածկվել սրբիչով։ «Անի, սպասիր, սա ոչ, ես կբացատրեմ»։ «Կանգնի», կրկնեցի։ Եվ նա սառեց։ Լիլիթը շրջեց հայացքը, սեղմելով թաց մազերը, շնշաց իմ անունը, իբրև արդարացում։ «Անի»։ Ես փակեցի դուռը, շրջեցի բանալին։ Ջռոցը ականջիս մեջ հնչեց ինչպես կրակոց։ «Անի, ինչ ես անում»։ Լիլիթի ձայնը կտրտվեց։ «Նստեք այնտեղ և մտածեք», պատասխանեցի հանգիստ։ «Ես մի քանի զանգ կանեմ»։ Ննջասենյակում վերցրի հեռախոսս։ Մատներս դողում էին ոչ թե հիստերիայից, այլ նոր սառը զայրույթից։ Բացեցի կոնտակտները, գտա Արմենին։ Այդ համարը հարյուրավոր անգամ էի հավաքել, հարևանական գործերով, տոներով, բայց ոչ այսպես։ Նա վերցրեց երկրորդ զանգին։ «Անի, ինչ է պատահել»։ «Արմեն, հիմա իջիր ինձ մոտ, շատ կարևոր է, պետք է տեսնես»։ Նա մի վայրկյան լռեց, ծանր շունչ քաշեց, ինչպես մարդ, ով արդեն սրտով հասկացել է, բայց դեռ հույս ունի։ «Հիմա գալիս եմ»։ Բացեցի դուռը։ Արմենը կանգնած էր շեմին, աշխատանքային հագուստով, մազերը խրպոտ, նայում էր այն հայացքով, որ արդեն գուշակում է, բայց դեռ կառչում է հույսից։ «Անի, ինչ է պատահել»։ «Մտիր», ասացի, «սա ուղղակիորեն վերաբերում է քեզ»։ Անցանք տուն։ Նա սովորության համաձայն շրջեց հայացքը, բայց հայացքը կառչում էր մանրուքներից, իմ պայուսակը, առավոտյան չխմված սուրճի բաժակը, լռությունը։ Ես բարձրացրի ձեռքս, առանց ձգձգելու։ Լիլիթը իմ լոգարանում է, Արթուրի հետ, ես փակել եմ նրանց։ Լռությունը կարճ էր, ինչպես անջատիչի ճռռոցը։ Առաջինը անհասկանալի, հետո դանդաղ, ծանր հասկացողություն, ինչպես երբ հատակը ընկնում է ոտքերիդ տակ։ Ինչ նշանակում է Արթուրի հետ։ Հասկացար։ Ուղղակի իմաստով, հանգիստ ասացի, ես բռնեցի նրանց։ Արմենը հենվեց կողպեքին, մի վայրկյան փակեց աչքերը, տեսա, որ նրա մատները դողացին։ Երեխաները, ասաց նա տերացությանը, ինչպես եմ ասելու նրանց։ Ես գլխով ցույց տվեցի աստիճանները։ Գնանք վեր, պետք է մի բան տեսնես։ Բացեցի Արթուրի հեռախոսը, գաղտնաբար չկար, ինչ հեգնանք։ Լիլիթ չաթը անմիջապես բացվեց, երկար շարքով մոխրագույն կանաչ պղպջակներ։ Կարդացի բարձրաձայն, առաջինը, որ պատահեց։ Բարի լույս գեղեցկուհիս, 6 ամիս առաջ։ Չեմ կարողանում դադարեցնել քո մասին մտածելը։ Սպասում ես մինչև նա գնա։ Կվերցնեմ քեզ կայանատեղիում։ Անին ոչինչ չի նկատի, գուցե հյուրասենյակում էլ կարողանանք։ Ինչպես ազատվեմ Անիից, իսկ դու Արմենից, կսկսենք իսկական կյանքը։ Արմենը լուր լսում էր։ Ես շարունակեցի ոլորել։ Սրտիկներ, համբույրներ, բժիշկ, մարզասրահ, գլխացավեր, կոդային բառեր։ Ամեն ինչ կարգավորված, ինչպես էլեկտրական գնացքների ժամանակացույց։ Գիտես, թե ինչն է ամենից ավելի վիրավորում, հարցրեց Արմենը առանց աչքերը բարձրացնելու։ Ոչ թե դավաճանությունը, այլ այն, որ ինձ դարձրել են դավաճանության մասնակից։ Ես երեխաներին տանում էի, ազատում էի նրա երեկոները, կարծում էի օգնում եմ։ Ես էլ էի օգնում, ասացի, աշխատում էի մինչև ուշ, որ Արթուրը հանգստանա։ Լիլիթի համար էի պաշտպանվում, երբ դու գանգատվում էիր, որ հաճախ չկա։ Մենք նրանց լույս էինք վառում, որ ավելի հարմար լինի ստել։ Մենք մոտեցանք դրանը։ Պատրաստ ես, հարցրի։ Այո, պատասխանեց նա։ Բացեցի դիկտաֆոնը։ Կարմիր կոճակը վառվեց։ Արթուր, Լիլիթ, կրկնեք բարձրաձայն, երբ սկսվեց եւ ինչ էիք պատրաստվում անել հետո։ Մեզ պետք է արձանագրել փաստաբանների համար։ Երկար լռություն։ Հետո Արթուրը. Լավ, այո, մենք սիրում ենք իրար։ Սկսվեց այն երեկույթից հետո։ Հանդիպում էինք, երբ հնարավոր էր, ուզում էինք ասել, բայց սպասում էինք հարմար պահի։ Եվ այո, չէի ուզում որ Անին, որ ինձ սնանկացնի։ Նորմալ է պաշտպանել սեփականը։
Ես շրջեցի բանալին, ճռոց, դուռը բացվեց։ Մարախուղը շնչեց դեպի միջանցուկ, հոտը իմ ցնցուղի գելը։ Նրանք դուրս եկան մեկը մյուսի հետևից, սրբիչները սեղմած կրծքին, Արթուրը գունատ էր, աչքերը վազում էին, Լիլիթը դողում էր։ Մի դիպչիր ինձ, ասացի հանգիստ, երբեք այլևս։ Արմենը բարձրացրեց ափը Լիլիթի կողմը։ Բավական է, բոլոր բացատրությունները ձեր հեռախոսներում են։ Գիտես թե ինչն է ամենից ցավում, հարցրի Արթուրին հանգիստ։ Ոչ թե որ դավաճանեցիր, ոչ թե փորձեցիր թալանել ինձ, այլ այն, որ դու ինձ թերագնահատեցիր։ Քո ողջ պլանը հիմնված էր նրա վրա, որ ես թույլ եմ, որ կլրեմ, որ չեմ նկատի, որ չեմ հավաքվի։ Սխալվեցիր։ Երեկոյան փոխեցի բոլոր կողպեքները։ Հաջորդ օրը Արթուրը եկավ տեղական ոստիկանի հետ եւ վերցրեց միայն առաջին անհրաժեշտության իրերը։ Լիլիթը մեկ ժամում հավաքեց իրերը եւ հեռացավ։ Արմենն երեխաներին պատմեց պարզ բառերով, առանց գոռոցի, առանց կեղտի։ Նրանք լաց եղան, բայց լսեցին ճշմարտությունը։ Ես իրագործեցի հին երազանքս, գրանցվեցի նկարչության ստուդիա, աբստրակտ նկարչություն։ Դա ավելի լավ թերապիա էր, քան ցանկացած խոսակցություն։ Մայիսյան տոներին մենակ գնացի Սևան, առանց ծրագրերի, պարզապես նայելու ջրին եւ շնչելու։ Նրանց սիրավեպը չդիմացավ աղմուկին, փողին եւ սեփական որոշումներին։ Երբ սերը կառուցված է գաղտնիքի վրա, լույսի ներքո արագ այրվում է։ 2 տարի անցկացավ այդ երեքշաբթի օրից։ Հիմա նայում եմ իմ տանը եւ հասկանում եմ, այն իսկապես իմն է։ Ոչ միայն պատերը եւ պահարանները, լռությունը, կարգը, ներքի եւ սուրճի հոտը։ Ես դարձել եմ այլ, ոչ ավելի լավ, ոչ ավելի վատ, պարզապես ավելի ազնիվ ինքս իմ հետ։ Սա պատմություն չէ վրեժի մասին, սա պատմություն է այն մասին, թե ինչպես են մարդիկ վերադարձնում իրենց կյանքը։ Ոչ միշտ արագ, ոչ միշտ ուրիշների կանոններով։ Եթե նայեցիք մինչև վերջ, շնորհակալ եմ, բաժանորդագրվեք ալիքին։ Գրեք մեկնաբանություններում, որ քաղաքից եք եւ ժամը քանին է ձեզ մոտ։ Լավ լինի։ Հուսով եմ պատմությունը հուզեց եւ հասավ սրտներիդ։